հաստատի կարողանում է օգտվել չհաշվառված ռեսուրսներից, ապա ընտրական մրցակցությունը այլևս հավասար չէ։ Այդ դեպքում ընտրությունների արդյունքը ձևավորվում է ոչ թե հավասար պայմաններում իրականացված քաղաքական պայքարի արդյունքում, այլ անհավասար ռեսուրսների պայմաններում։ Սա արդեն սահմանադրական խնդիր է, որովհետև ընտրությունների ազատությունը ենթադրում է նաև քաղաքական ուժերի հավասարություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 10-ին ներկայացրել է նախընտրական հիմնադրամի հայտարարագիրը, որպես ծառայությունների եւ ապրանքների շուկայական արժեքի ընդհանուր չափ հայտարարելով 798 միլիոն 800 հազար դրամից մի փոքր ավելի, սա ընտրական օրենսգրքի 92 հոդվածով սահմանված առավելագույն չափից պակաս է ընդամենը 1,2 միլիոն ՀՀ դրամով։ Հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ներառված են թվով 130 անշարժ գույքեր, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հանձնվել են անհատույց։ Ընդ որում վարձակալած եւ անհատույց օգտագործման վերցված գույքերի ընդհանուր թիվը 558-ն է։ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն հիշատակված անշարժ գույքերը պետք է արտացոլված լինեին հայտարարագրում շուկայական արժեքով։ Դիմողի ուսումնասիրությունը ներկայացված փաստաթղթերի նաեւ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ արժեքները ոչ միայն հիմնադրամում ներկայացված արժեքները ոչ միայն չեն համապատասխանում գործող շուկայական արժեքներին, այլև հաճախ էականորեն տարբերվում են շուկայական արժեքից լինելով ցածր։ Օրինակ, Պրոշյան համայնքում Անդրանիկ փողոցում հայտարարագրվել է անշարժ գույք, որպես անհատույց օգտագործման վերցված, շուկայական արժեքը 20000 ՀՀ դրամ։ Այն դեպքում, երբ նույն փողոցում համանման գույքը նույն մակերեսով, գրեթե նույն մակերեսով, դիմողը վարձակալել է 10 անգամ բարձր գնով 223000 դրամ։ Նույն է վիճակը Հրազդան քաղաքում, նույն փողոցի վրա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարագրել է անհատույց օգտագործման վերցված տարածք 120000 դրամով, այն դեպքում, երբ 3 անգամ փոքր տարածքը մեր ուժը կարողացել է օգտագործել 400000 ՀՀ դրամով։ Նույն է վիճակը նաև Արտաշատ քաղաքում, դարձյալ նույն փողոցի վրա 3 անգամ ավելի մեծ տարածքը մեր ուժի կողմից օգտագործվում է շատ ավելի բարձր գնով, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացվել է։ Ընդ որում այս 130 անշարժ գույքերի անհատույց օգտագործումը նաև բացառել է կուսակցության կողմից հարկային պարտավորությունների կատարումը, ինչը չէր բացառվի վարձակալության դեպքում։ Համենայն դեպս սա այն տվյալն է, որը երևում է ներկայացված հաշվետվությունից։ Վերոգրյալ գների համադրումը ընտրություններին մասնակցած այլ ուժերի հայտարարած անշարժ գույքերի վարձակալության կամ շուկայական արժեքների հետ ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացրած տվյալները չեն արտահայտում այդ գույքերի իրական շուկայական արժեքները։ Մեկ այլ կարևոր հանգամանք այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայտարարագրում ներառված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր։ Անգամ եթե այդ աշխատանքները կատարվել են անհատույց, ապա ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին համապատասխան պետք է ներառված լինեին հայտարարագրում իրենց շուկայական արժեքով։ Միայն այն հանգամանքը, որ կուսակցությունն ունեցել է 558 գրասենյակ, ենթադրում է, որ այդ գրասենյակներից յուրաքանչյուրը ունեցել է գեթ 1 աշխատակից։ Այդ աշխատակիցների վարձատրությունը ենթակա էր հայտարարագրման, քանի որ վերջիններս ուղղակի մասնակցություն են ունեցել նախընտրական գործընթացում։ Պայմանական տեսականորեն ընդունենք, որ մեկ աշխատակի վարձատրությունը կարող էր հաշվարկվել 100,000 դրամով, եւ այս հաշվարկի դեպքում մենք ունենում ենք առնվազն 55 միլիոն 800 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, որը չի հայտարարագրվել նախընտրական հիմնադրամում։ Իսկ եթե սրան հավելենք նաև անհատույց օգտագործված գույքերի շուկայական արժեքները, ապա նախընտրական հիմնադրամի օրենքով սահմանված շեմը քաղաքացիական պայմանագիրը գերազանցել է տասնյակ միլիոնավոր դրամներով։ Հատկանշական է, որ դիմողը իր հայտարարագրում ներառել է շուրջ 260 աշխատանքային պայմանագրեր եւ դրանք ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ինչու է կարևոր այս տեղեկությունների ներկայացումը ԿԸՀ-ին։ Նախընտրական հիմնադրամի սահմանաչափի գերազանցումը կամ նախընտրական հիմնադրամում ստացված ծառայությունների եւ աշխատանքների չներառումը առաջացնում է կոնկրետ իրավական հետևանքներ, ընդཐུպ մինչև ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման անվավեր ճանաչում։ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-ից 5-րդ կետերը։ Մինչդեռ վերը նշված անշարժ գույքերի իրական շուկայական արժեքների եւ աշխատակիցների ծախսերի ներառումը, աշխատակիցների վարձատրությունից առաջ եկող հարկային պարտավորությունների ներառումը նախընտրական հիմնադրամում էականորեն գերազանցվելու էր քաղաքացիական պայմանագրի կողմից հայտարարագրված նախընտրական հիմնադրամի շեմը։ Սա նշանակում է, որ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը
հավասարությամբ հանդես չի եկել նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ գտնվել է մրցակցությունից դուրս։ Եվ վերջինիս ընտրական ցուցակի գրանցումը դատարանի որոշմամբ ԿԸՀ-ի հիման վրա պետք է անվավեր ճանաչվեր։ Այս հանգամանքները պահանջում էին իրավասու մարմինների լիարժեք քննություն, որը չի իրականացվել, իսկ դրանց մասին դիմողի ներկայացված փաստարկները չեն գնահատվել ԿԸՀ-ի կողմից։